Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք են արձակել Դաշնության ուղղությամբ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը եւ այլ տարածքներ։ Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանն էլ ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային հարձակմանը, թիրախավորվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանը եւ այլ ձեռնարկություններ, կան զոհեր եւ վիրավորներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա արդար պատասխան է Ուկրաինային, մասնավորապես Կիևին, ռուսական վերջին զանգվածային հարձակմանը, որի հետևանքով մայիսի 14-ին հանրապետության մայրաքաղաքում 24 մարդ էր զոհվել։ Զելենսկին հավելել է, որ այժմ ակտիվ գործողություններ են իրականացնում, իսկ վերջին հարվածների հեռավորությունը գերազանցել է 500 կիլոմետրը։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, հայտնաբերվել է շուրջ 300 ՀԹՍ, մեծ մասը խոցվել է, սակայն հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Թիրախավորվել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Զապորոժիեի, Օդեսայի եւ այլ շրջաններ։ Անհայտ ծագման ԱԹՍ է կործանվել Լատվիայում, երկինք են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ, ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Վոլոդիմիր Զելենսկին հրահանգել է Ուկրաինայի համապատասխան մարմիններին կապ հաստատել Մոլդովայի իշխանությունների հետ այն բանից հետո, երբ Մոսկվան որոշել է պարզեցնել չճանաչված Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգը։ Զելենսկին սպეციფიկ քայլ է որակել Վլադիմիր Պուտինի որոշումը։ Նրա կարծիքով Ռուսաստանը նոր զինվորների է փնտրում, քանի որ քաղաքացիությունը ենթադրում է նաև զինվորական ծառայություն։ Սա նաև նշանակում է, որ Ռուսաստանը Մերձդնեստրը համարում է իր սեփական տարածքը, շեշտել է Ուկրաինայի նախագահը, հավելել. Մերձդնեստրում ռուսական զորքերի եւ հատուկ ծառայությունների տեղակայումն էլ մարտահրավեր է Ուկրաինայի համար, որը ցանկանում է տեսնել կայուն եւ ուժեղ Մոլդովա։ Մոլդովայի նախագահը եւս համոզված է, որ Ռուսաստանի նպատակն է ավելի շատ զինվորականների հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Մայա Սանդուի խոսքով Ռուսաստանը նման քայլերով ցանկանում է վախեցնել Մոլդովային եւ խափանել Մերձդնեստրի վերաինտեգրման ջանքերը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, լավ կլինի, որ շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հասել են Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում իրենց նպատակների 70%-ին։ Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Իրանից էլ հայտարարել են, որ Թեհրանը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ եւ այդ շփումները կառավարում են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Այս ֆոնին Արաբական Միացյալ Էմիրություններից հայտնել են, որ երկրի միակ ատոմակայանը ենթարկվել է հարձակման, նշվում է, որ ԱԹՍ-ներն արձակվել են արևմտյան սահմանից։ Անօդաչուների մեծ մասը չեզոքացվել է, միայն մեկն է հարվածել ատոմակայանի գեներատորներից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը վտանգավոր էսկալացիա է որակել տեղի ունեցածը։ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել նաև Սաուդյան Արաբիայի երկնքում, պաշտպանության նախարարության տվյալով դրանք արձակվել են Իրաքից։ Թայվանի նախագահը հայտարարել է, որ կղզին չի պատկանում եւ չի ենթարկվում Պեկինին։ Լայ Չինտան շեշտել է, որ միայն Թայվանի ժողովուրդը կարող է որոշել կղզու ճակատագիրը։ Մեր կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. Թայվանի ինքնիշխանությունը չի կարող խախտվել, իսկ տարածքը բռնակցվել, հավելել է նախագահը։ Լայ Չինտեի հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի հանդիպումից մի քանի օր անց։ Պեկին այցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ շուտով կորոշի հաստատել արդյոք Թայվանին եւս 11 միլիարդ դոլարի զենքի վաճառքը, թե ոչ։ Հիշեցնենք, որ Չինաստանը Թայվանը համարում է իր մաս եւ դեմ է կղզուն միջազգային աջակցությանը։ Չինաստանում չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել Թայվանը Չինաստանին միացնելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է Կոնգոյում եւ Ուգանդայում էբոլայի բռնկման մասին։ Այս ֆոնին կառույցն առողջապահության ոլորտում միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել։ ԱՀԿ-ն նման հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ երկու երկրում հիվանդության ավելի քան 300 հնարավոր դեպք է արձանագրվել։ Հայտնի է, որ վիրուսի հետևանքով 80 մարդ է մահացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սակայն նշում է, որ էբոլայի տարածման մասշտաբները հավասարազոր չեն COVID-19-ի մասշտաբներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։